Սա Հայաստանը եւ վերջ։ Կարեն Վարդանյանի հերինակային հաղորդումը լրատվական ռադիոյի եթերում։ Կեցի այն Հայաստանը, որը վաղն է գալու, արգելի ռադիո լսողներ, վաղը եկել է, Հայաստանը հապաղում է, Կարեն, ինչ կարծիք եք, այսպես ձևակերպան։ Կարծում եմ, որ իսկապես այդպես է եւ հիմնական խնդիրը ինքներս մեզ դավաճանելու, ինքներս մեր արժեքները դավաճանելու եւ խաղաքարտ սարքելու մեջ է, մասնավորապես օրինակը հենց այսօր անկախության տարեդարձը դրա ամենավառ օրինակներից մեկն է, երբ որ մենք տոնում ենք մի տոն, որը իր բովանդակությամբ, այսինքն ոչ թե տոնը, ինքը անվանումը կա, բայց իր բովանդակությունը այդ տոնը ոնց է ստեղծվել, դա ստեղծվել է հայրենիքի դավաճանության ճանապարհով։ Ճիշտ հասկացեք մեզ, արգելի ռադիո լսողներ, այսօր ուրեմն հրավառություններն ու փուչիկները շատ են լինելու ու մենք ուղղակի ուզում ենք այսօր օգտագործել սթափ նայելու իրականության վրա։ Ես անկեղծ ասած Կարենի ձևակերպման հետ համաձայն չեմ, բայց եկեք իրոք նստենք ու տղամարդավարի ինչ ենք մենք ունեցել այս 24 տարվա ընթացքում։ Նստենք դուրս խոսանք։ Այսօր հենց այդ օրն է ու եկեք իրոք հասկանանք ինչ էինք մենք ուզում, ինչ ստացվեց ու որն է հեռանկարը։ Դա համար պետք է այս հիմա վերադառնանք, մի հատ վերադառնանք այդ ժամանակաշրջանը, երբ որ իրականացվեց անկախության հանրաքվեն եւ հասկանանք ինչ տեղի ունեցավ։ Քաղաքական իրավիճակն ինչ էր, պետական իրավիճակը ինչ էր եւ ինչին էր ուղղված։ Եթե մենք հիշողություններս ինքներս մեջ դավաճանենք, ապա կհիշենք, որ անկախության հռչակագիրը ամբողջությամբ հիմնված էր Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման որոշման հիման վրա եւ դա իրականացված էր, այսինքն մեր ազգային ժողովի պատգամավորների մեջ կային Լեռնային Ղարաբաղից ընտրված պատգամավորներ, այդ թվում այսօրվա նախագահան, անցած նախագահան եւ այլն, եւ Լեռնային Ղարաբաղում մենք ազգային ժողովի ընտրություններ էինք արել, Գերագույն խորհրդի ընտրություններ էինք արել եւ այսինքն մենք գործ ունեինք վերամիավորված երկրի հետ, վերամիավորված երկիր էր, որը մարտնչում էր իր անկախության համար։ Իր իրական անկախության համար։ Ուղղակի որպես այսպես պատմական ակնարկ են մարդկանց համար, ովքեր մոռացել են կամ ովքեր երիտասարդ են եւ դա չեն հիշում։ Իրականում Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթը դա անկախության հռչակագիրը չէ։ Կա եւս մի փաստաթուղթ, որը վկայակոչվում է, ուրեմն անկախության հռչակագրի մեջ։ Կարենն ասում է հայկական ԽՍՀՄ եւ Լեռնային Ղարաբաղի ազգային խորհրդի համատեղ որոշման վրա դեկտեմբերի 1-ի որոշման մասին է խոսքը, որտեղ բաց գրված է, որ Հայաստանի Հանրապետության օրենքները տարածվում են Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքի վրա եւ Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ հետ այսօր օգտվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից եւ այլն։ Այդ որոշումից հետո, որը տեղի ունեցավ 89 թվականի դեկտեմբերի 1-ին, 90 թվականին ընդունվեց անկախության հռչակագիր։ Այսինքն մենք անկախ ենք հռչակվել Ղարաբաղի հետ միասին անկախության հռչակագրի, որը հիմնվում է դեկտեմբերի 1-ի վերամիավորման որոշման վրա։ Այսինքն մնացած մեր բոլոր փաստաթղթերը, որոնք չեն հիմնվել անկախության հռչակագրի վրա, կեղծ են եւ ոչ վավեր։ Եվ ոչ վավեր։ Ուզում է դա սահմանադրություն լինի, ինչ ուզում է լինի։ Այսինքն մենք պետք է փնտրենք, թե ովքեր են այդ սրիկայությունը արել, որ չեն հենվել անկախության հռչակագրի վրա։ Որ իր հերթին հենվում է կարևորագույն այդ փաստաթղթի վրա, որովհետեւ անկախության հռչակագիրը մեր միակ պետականաստեղծ փաստաթուղթն է։ Եթե դուք նայեք, այնտեղ մեր բոլոր խնդիրները նկարագրված են, բոլոր խնդիրների լուծումները նկարագրված են, ինչպիսին պետք է լինի մեր սահմանադրությունը, ինչ խնդիրների պիտի պատասխանի, եւ նա օդի մեջ չի, այսինքն անկախության հռչակագիրը եւ մնացած բոլոր փաստաթղթերը նրանք չեն կարող լինել օդի մեջ, նրանք հիմնվում են տարածքային խնդրի վրա, այսինքն որ տարածքի վրա է այդ ինքնիշխանությունը գործում եւ անկախության հռչակագիրը հստակ է դրա պատասխան տալիս է, այսինքն միավորված Հայաստանի տարածքի վրա է գործում, բայց քանի որ պետք է հասկանալ, որ այդ ժամանակվա իշխանությունը Հայաստանում չնայած արտաքին հռետորաբանությանը, որ ինքը Ղարաբաղի խնդիրն է ուզում լուծել, Ղարաբաղ կոմիտեի վրա է հենված եւ այլն, այսինքն այդ մարդիկ ընդամենը խորհրդային միության պետանվտանգության մի հատվածի առաջադրանքն էին կատարում դեմոնտաժել խորհրդային միությունը, դեմոնտաժել, ոչ թե մոնտաժել, ինչ որ կպցնել
Ղարաբաղը եւ այլը, որովհետեւ Ղարաբաղը կպցվեց նրանց վրա սուր ճնշում իրականացնելու հիման վրա, որովհետեւ 89 թվականին Ղարաբաղ կոմիտեն այդքան ուժ չուներ, որ դիմադրեր եւ իր արտաքին ռետորաբանությունը իրեն թույլ չէր տալիս, որ ինքը դիմադրե վերամերման որոշմանը։ Եվ պատահական չի, որ 2 օր հետո վերամերման որոշումից հետո դեկտեմբերի 1-ից 2-3 օր Վանիկ Սիրադեղյանը բացեաբաց մամուլում ասաց, որ մենք չէինք ուզում, մեզ ստիպեցին։ Այո, իսկապես մենք ստիպեցինք։ Մենք եւ այլ քաղաքական ուժերը, որոնք այդ ժամանակ գործում էին, այդ թվում նաեւ արդեն նոր առաջացած ջոկատային գործ բաները եւ Ղարաբաղի ակտիվը, որին ղեկավարում էր Արտուր Մկրտչյանը, ապագա պրեզիդենտը, այդ մարդիկ ուղղված էին դեպի վերամերված Հայաստան։ Եվ մենք իսկապես ստիպեցինք Ղարաբաղ կոմիտեին, որպեսզի դեկտեմբերի 1-ի որոշումը անցնի։ Եվ արդեն անկախության հռչակագրի մեջ էլի մեզ միացան մարդիկ, ու մասնավորապես Ալեքսանդր Մատվեյիչ Կիրակոսյանը, Մինիստրների խորհրդի նախկին նախագահի տեղակալը եւ այլ մարդիկ, եւ մենք կարողացանք նաեւ անկախության հռչակագրի մեջ դա մտցնել։ Այսինքն երկիրը դա բացահայտ ուրեմն վերամերված երկիր էր։ Եվ այստեղ խնդիր էր առաջանում նույն, այսպես ասած, Հայաստանի այդ ժամանակվա իշխանությունների մոտ պատասխանատվության խնդիր, որովհետեւ երկիրը պատերազմի մեջ է, պատերազմը գնում է այդ երկրի մի հատվածի տարածքում, Ղարաբաղի Ղարաբաղի տարածքում, եւ ինքը չէր ուզում, որ իր իշխանությունը, եթե տարածքում պարտուղական process-ներ գնային, ինքը իշխանությունը ավտոմատ կորցնում էր։ Եվ այդտեղ խնդիր էր առաջանում, ինչպես անի Լևոն Տեր-Պետրոսյանը, որպեսզի անկախ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում վայրի վերումներից ինքը մնա իշխանության, ուրեմն իշխանության, որովհետև իր պատվիրատուները պահանջում էին, որպես ինքը մնա իշխանության, որովհետև իր պատվիրատուները դեռ իր վրա խնդիր ունեին, որ ապա ինդուստրիալիզացնել Հայաստան, ինքը դեռ այդ խնդիրը չէր լուծել։ Եվ իրեն պետք էր բացարձակ իշխանություն առանց խնդիրների, միջազգային ճանաչված, որպես ինքը կարողանա այս երկիրը դեմոնտաժ անի։ Ոչ միայն դեմոնտաժ անի Խորհրդային միությունից պոկելով, այլ նաև դեմոնտաժանի ինքնին երկիրը, որովհետև երկիրը հանդիսանում էր այս ռեգիոնում ամենաուժեղ ինդուստրիալ ուրեմն հատվածը։ Եվ այդտեղ իրենք շատ լավ լուծումը գտան նրանով, որ ստիպեցին Լեռնային Ղարաբաղը հանրաքվե անի անկախության, եւ Լեոնարդ Պետրոսյանը լուսահոգի ինքը մեզ ասեց, որ մենք չէինք ուզում, որ անկախության հանրաքվե անենք, մեզ ստիպեցին։ Այդ նույն բանը ըստ էության Լեոնարդը իր մահվանից առաջ ասեց, որ մեզ ստիպեցին, որ մենք Լեռնային Ղարաբաղը, այսինքն Լեռնային Ղարաբաղը իր անկախության որոշմամբ անկախացավ Հայաստանի Հանրապետությունից, եւ դա եւս ուրեմն դավաճանության խոշորագույն արտահայտություն էր։ Ուղղակի մարդիկ զբաղված էին կռվով, այն մարդիկ, ովքեր որ վերամերված Հայաստանի կողմնակիցներ էին, նրանք էլ սա նրանց սխալն էր, գուցե նաև մեր, որ նրանք ասում էին ոչինչ, մենք հիմա պատերազմը հաղթենք, հետո այդ մնացած խնդիրները կլուծենք։ Բայց պատերազմը հաղթելու ընթացքում նրանք բոլորը վերացվեցին այս կամ այն ձև, գուցե պատերազմում, գուցե արհեստականորեն, եւ մարդ չեղավ, որը հետո վերամիավորումը կրկին վերականգնի, մենք ըստ էության նաև քաղաքական Ասի պարոնեք չմոռանանք ինչի ենք մենք այստեղ հավաքվել այսպես։ Մենք այսինքն մենք նաև տհասություն ցույց տվեցինք այդ առումով։ Այսինքն երբ որ թողեցինք պատերազմի դաշտը, համարեցինք, որ պատերազմի դաշտն է ամենակարևորը եւ քաղաքական դաշտում բացարձակ պարտություն կրեցինք եւ եկավ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը որ օգտվելով այդ պարտությունից անցկացրեց այդ հանրաքվեի որոշումը։ Եվ այս ժամանակ մենք տարբեր կուսակցություններով որոշեցինք, որ թեկուզ արհեստական անկախության հանրաքվեն Ղարաբաղում անենք, եւ այդ ժամանակ ես ունենալով այլ կուսակցությունների կողմից ոնց որ վստահագիր, մեկնեցի Ղարաբաղ, հանդիպեցի բոլոր դաշտային հրամանատարների հետ եւ համաձայնեցրեցինք, որ մենք այդ անկախության հանրաքվեի օրը մենք էլ ենք անկախության հանրաքվե անում Լեռնային Ղարաբաղում եւ այդ թղթերը տանում ենք Հայաստան։ Այս եւ Հայաստանը չի կարող մեզնից հրաժարվի, Եվ դաշտային հրամանատարները այդ բանը շատ լավ էին հասկանում։ Եվ այդ համաձայնություն ունենալով դաշտային հրամանատարների, որ այդպես ենք անելու այդ օրը, ես եկա Ստեփանակերտ եւ այն ժամանակվա ղեկավարներից Ռոբերտ Քոչարյանին ասեցի, որ սենց մենք Երևանում սրա կողմնակից ենք, մեծ մասը կուսակցությունների, բացի ՀՀՇ-ից, եւ դաշտային հրամանատարները եւս, ու պետք է այսպես վարվել։ Քոչարյանը ասաց, ես դեմ եմ, ես կողմնակից եմ
Տեր-Պետրոսյանի տեսակետին, բայց քանի որ հարցը ինքը շատ բոլորին է վերաբերվում, մենք պետք է այդ ժամանակվա ակտիվը հավաքենք։ Այդ ժամանակը ակտիվը հավաքենք եւ իսկապես ուրեմն հավաքվեց այդ ակտիվը եւ ինձ էլ հրավիրեցին եւ այդ հարցը դրվեց քննարկման։ Ակտիվում մարդիկ կային, որոնք մեր կողմնակիցներն էին, հիմնականում դրանք անկախական, այսպես ասած, Հայաստանի անկախության գաղափարով տոգորված ղարաբաղցիներն էին, եւ բայց մեծամասնությունը ավելի շատ Տեր-Պետրոսյանի, այսպես ասած, որովհետեւ նրանք բենզին էին ստանում, զենք էին ստանում եւ այլ եւ այլ։ Եվ անպատասխան նրանք այդ Տեր-Պետրոսյանի կոնցեպցիայի կողմնակից էին, բայց ամենավիրավորականը այն էր, որ վերամերման կողմնակից էր նաեւ Երևանում հայ-հեղափոխական դաշնակցությունը եւ այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղում ՀՅԴ լիդերը ասաց դա կբերի, չգիտեմ ինչի, ինչ որ սկսեց արհեստական բառեր խոսալ, որով ակնհայտ երևում էր, որ ինքը եւս Լևոն Տեր-Պետրոսյանի կոնցեպցիայի կողմնակիցն է, ինչի, որովհետեւ այդ ժամանակ դաշնակցությունը ենթադրում էր, որ իրանք եթե Ղարաբաղում իշխանությունը վերցնեն առանձին, իրանք հետո Հայաստանում կվերցնեն։ Եվ այդ ժամանակ շատ հետաքրքիր է Ռոբերտ Քոչարյանը նայեց աչքերիս մեջ, ասեց կարան հասկացար քո ընկերները ովքեր են։ Լրատվական ռադիոյի եթերում իր աշխատանքն է շարունակում Սա Հայաստանը եւ վերջ հաղորդումը, տոնական այսօրը մենք ներողություն ենք խնդրում բոլոր նրանցից, ում տրամադրությունը մի փոքր փչացրեցինք հիշեցնելով կնճռոտ էջերը, անկախության սկզբնավորման առաջին օրերի նախանկախական այդ շրջանի, հիշելով մեծ ու գլոբալ այն Կարենը դավաճանություն բառն է օգտագործում, ես անկեղծ ասած դա ավելի շատ գտածակի բացակայություն եմ այդտեղ տեսնում, անփորձություն եւ այլն։ Ես կխնդրեի, որ մենք մի փոքր վերացականանանք, ուրեմն 90-ականների սկզբի 80-ականների վերջ 90-ականների սկիզբ հատվածից ու դիտարկենք տեղի ունեցածը 250 տարվա հեռանկարից խոսքս այն ժամանակաշրջանի մասին է, երբ մեր նախնիները մեծ կաշառքները, ոսկիները, նվերները ձեռքներին գնում էին այս կամ այն երկիր, այս կամ այն թագավորի մոտ ու այսպես Հայաստանի ճակատագրի հարցն էին դնում։ Իրականում 250 տարին այդքան էլ մեծ ժամանակաշրջան չի մեր երկրի համար։ Եթե այդ մարդկանց, ասենք Իսրայելորուն ժամանակի մեքենայով տեղափոխեինք 2015 թվական, ու ինքը տեսներ մեր պետականություն իր բոլոր թերություններով հանդերձ, մեզ մեր բոլոր թերություններով հանդերձ, այս մարդը կարող է երջանկությունից մահանալ ուղղակի տեղում, որովհետև այնուամենայնիվ ինչ որ բան այնուամենայնիվ ստացվեց, այսինքն այդ ոսկե գահը, որ տարան տվեցին ցարին, չգիտեմ, ամեն ինչը հարամ չեղավ, տարիներ հետո մենք այնուամենայնիվ ինչ որ բան ունենք։ Հարցն այն է, որ մենք չգիտենք ինչի համար է դա ու ինչ ենք մենք դրանից ուզում։ Ես կուզեի, որ մենք այս մասին խոսենք։ Կարեն, ինչի համար է հայոց պետականությունը։ Խնդիրը հետևյալն է, որ մենք գործ ունենք արհեստական պետականության հետ, այսինքն Գիտեք ոնց կարող է երիտասարդ մարդը, ասենք որ 17 տարեկան է, 21-ը, 30-ը, 35-ը դեռ ինքնախապեյությամբ, այսպես ինքնախապեյությունը իրան պիտանի լինի, էլի, բայց իմ կարծիքով մեր սերունդը գոնե, ասենք որոնք ասենք 50 եւ ավել, իրան չունեն իրանց խապել։ Այսինքն մենք ունենք այսօր ըստ էության այլ երկրների էլիտաների կարգադրությունները իրականացնող երկիր։ Հիմա դա կոչվենք անկախ պետականություն, այսինքն անկախ բառը ստեղ ավելորդ է։ Գուցե դա պետականություն է, բայց հաստատ սուվերեն պետականություն չի։ Եվ այստեղ խնդիրը մեր չի ավարտվել եւ մեր խնդիրը ոնց անենք, որպես այդ պետականությունը սարքենք սուվերեն պետականություն։ Եկեք մի հարցի պատասխանենք։ Ես տեսակետնել եմ, հա, պատրաստ ընդունել կամ չընդունել, եկեք մի կարևոր հարցի պատասխանենք, որը թերևս ամենակարևորն է։ Կարեն, ձեր կարծիքով մեր պետականությունը ու պետականությունն առհասարակ ինչն է իմաստը, ինչի համար ենք մենք կառուցում այս պետականությունը, կեղծ պետականությունը, իրական պետականությունը, ինչի ենք մենք դա անում։ Իհարկե որ պետականությունը մի խնդիր ունի, որպեսզի ռեալիզացնի հայ ժողովրդի պոտենցիալը, եւ այդ պոտենցիալը ռեալիզացնելով ապահովի այդ նույն ժողովրդի անվտանգությունը, բարեկեցությունը, մշակութային աճը, այսինքն ռեալիզացիան, ինքնարեալիզացիան է ժողովրդի եւ մշակույթի ասպարեզում եւ տեխնիկայի ասպարեզում եւ ինքը իրեն հասկանալու ասպարեզում, ի վերջո պատասխան տա թե ով է հայը, գծի առանցքը, զրոյական կետը, ըստ որի որ մենք հաշվարկում ենք, մենք տեղ հասել ենք թե չենք հասել։ Քանի որ մենք այդ առանցքը չունենք, մենք չենք էլ կարող հասկանանք, այսինքն մեզ բաներ են տված, ատրիբուտներ, հա, դրոշ, հիմն, մակում տեղ եւ այլ, որոնք որ բայց իրական անկախության ատրիբուտները մենք ըստ էության չունենք։ Մենք չունենք թե որն է մեր զորական կետը, մենք չունենք մեր ինքնիշխանությունը
որ տարածքների վրա է տարածվում եւ մենք չունենք ինչի համար, որն է մեր տեսլականը։ Այսինքն որևէ քաղաքական փաստաթղթում, լինի դա պետական թե կուսակցական, չկա տեսլական։ Եվ ասենք մեկը ասում է մենք ուզում ենք եվրոպական արժեքներ դավանենք, մեկը ասում է մենք ուզում ենք Ռուսաստանի մաս կազմենք, մեկը ոչինչ չի ասում եւ այլն։ Այսինքն պետականություն, սուվերենություն բանը չկա դեռ։ Դա չի նշանակում, որ չկա ու չի կարա լինի, այսինքն հանրապետությունում մարդիկ կան, որոնք որ մենք ճանաչում ենք եւ որոնք որ հենց ձգտում են, որպեսզի հենց իրենց կյանքը նվիրում են հենց սուվերենությանը, որպեսզի իրանք ապահովեն այդ ինքնիշխանությունը եւ ժողովրդի ինքնարեալիզացիան։ Ու համեմատած ենթադրենք 30-40 տարի առաջվա հետ այդ մարդկանց ոչ աքսորում են, ոչ էլ գնդակահարում են։ Ես ուզում եմ որ քայլ առաջը հստակ արձանագրեմ։ Չէ, ես այդ կարծիքին չեմ։ Հիմա մեդիայի զարգացման պայմաններում մեդիան այնքան աղբով է լցված, եթե առաջ դատարկ էր մեդիայի դաշտը եւ ընդհանրապես գաղափարական դաշտ եւ դու ասում ես անկախություն, դու դա լուրջ տեղ ես զբաղացնում այդ մեդիա դաշտում եւ սուվերենությունը էր քարոզում, դու մեծ դեր ես կատարում եւ պետությունը քեզ դրա համար աքսորում էր, էսերանում էներանում։ Հիմա այնքան աղբ է լցած, հիմա մեթոդոլոգիան փոխվել է։ Սուվերենության դեմ պայքարի մեթոդոլոգիան փոխվել է, պետք չի ոչ մեկին աքսորել։ Դու ուղղակի աղբ ես լցնում, սերիալ ես լցնում, ես լցնում, ես լցնում, ու մարդը կապ չունի թե ինչի մասին է խոսում։ Անկախության մասին խոսա, կամ ինչ-որ ոլորտի զարգացման մասին խոսա, կամ ինչ-որ դրական process-ի մասին խոսա, իր խոսքը այդ մեդիա աղբի մեջ կորում է։ Եվ քանի որ մարդիկ էլ արժեքները ընդհանուր չեն, եւ ընդհանրապես հիմնական մասսան զանգված արժեքներ չունի, նրանք այդ ֆիլտրներ չունեն, որպեսզի հասկանան այս մարդը լավ բան է ասում, թե վատ բան է ասում։ Հասկանում եք, այսինքն այդ ձայները կորած են ընդհանուր ֆոնի վրա եւ կարիք չկա որպեսզի դու մարդուն նստացնես։ Ինչի համար նստացնես։ Դու եշեշ խոսա, էլի։ Հասկանում եք, ասենք օրինակ ինչ իմաստ ունի որևէ անկախություն քարոզողին նստացնել, եթե քո ամբողջ ժողովրդի մեծ մասը ուզում է, ասենք, միավորվի Ռուսաստանին կամ քո ամբողջ ժողովրդի մի մյուս զգալի մասը ուզում է արևմուտքի ուրեմն մաս կազմի, անկախ թե այդ իրավիճակից։ Այսինքն սուվերենության մասին խոսացողները հետաքրքրություն չեն ներկայացնում զանգվածի համար։ Համապատասխան իրենք հետաքրքրություն չեն ներկայացնում նաև իշխանությունների համար եւ ոչ մեկ իրանց ձեռ չի տալու։ Իրանք իսկապես ոչ մեկ ձեռ չի տալու, ինչքան ինչ ուզում են թող խոսան, ինչ ուզում են թող անեն։ Այսինքն նրանք քանի որ չեն կարող ծավալ կազմակերպեն եւ չեն կարող ինքնիշխան կառույցներ ստեղծեն երկրի մեջ, որպեսզի նրանք ինքնիշխան գործեն։ Կապ չունի թե դա որ ոլորտն է։ Չեն կարողանում ծավալ ապահովեն, նրանք հետաքրքիր չեն կառավարության համար կամ իշխանությունների համար եւ նրանց ոչ ոք չի նստացնել, նրանք կարող են ինչքան ուզում են խոսան։ Բարի, Կարեն, եկեք գոնե այս հարցով ընդհանուր հայտարարի գանք, ես անընդհատ ուզում եմ ինչ-որ քայլ առաջ արձանագրեմ, դուք ասում եք, չէ, եկեք այսպես անենք։ 5 տակարանում հрьяաները Եգիպտոսում ստրկության մեջ էին, հարյուրամյակներ շարունակ։ Դե մենք էլ տարիներ շարունակ ստրկության մեջ էին։ Թուրքին, Պարսիկին, Ռուսին, այդտեղ միջանկյալ հատված կա, երբ այդ ժողովուրդը 40 տարի անապատով մեկ պատտվում է, բայց նա արդեն ստրկության մեջ չի, նա ստրկությունից դուրս է, բայց ավետյաց երկիր դեռ չի հասել։ Կհամաձայնեք ինձ հետ, որ այս ժամանակաշրջանը ինքը ստրկությունից դուրս եկած ժամանակաշրջան է, ու մենք սպասում ենք այն պահին, երբ ստրկությունը տեսած վերջին մարդը կմեռնի, որ մենք ավետյաց երկիր մնանք։ Չեմ ասում երկիր ունենք, չեմ ասում անկախ ենք սուվերեն ենք, բայց ստրուկել չենք արդեն։ Դուք ճիշտ եք ասում, շատ բաներ փոխվել է, այդտեղ չի որ ոչ մի բան չի փոխվել։ Այսինքն ես ընդհանուր պատկերն եմ ասում, բայց պետք է հասկանանք, որ Մովսեսը չկա։ Մենք Մովսես չունենք։ Մենք Մովսես չունենք եւ դրանով շատ բան է ասված։ Եթե դուք ասեիք, այ մենք Մովսես էլ ունենք, որը որ մեզ տանում է 40 տարուց մնացլա 15 տարի, սա 15 տարին էլ անցնենք, մենք արդեն այդ խնդիրը կլուծենք, չէ, տենց մենք նման ենք, ասենք, ոնց որ այդ ժողովրդին թողեն անապատում մենակ, առանց առաջնորդի եւ այդ մարդիկ հույսերը ուրիշների վրա դրած իրար ուտեն։ Կարծես միգուցե Մովսեսը այդ անկախության հռչակագրի մեջ գրված է, մեր ազատատենչ պապերի ոգու գուցե Մովսեսը մեր ազատատենչ պապերի ոգին է այնուամենայնիվ, ու ինքը կա չէ ինչ որ բան, որ մեզ պահում է այսքան տարի, որ մենք ոտքի տակ չենք գնացել, էլի։ Ես կարծում եմ գեոքաղաքական շահերի հետևանք է, որ մենք կանք։ Ես չեմ ուզում շատ պեսիմիստորեն տրամադրվեմ, բայց ոչ թե տրամադրված եմ, ես ինքս օպտիմիստ եմ եւ գործանող մարդ եմ, եւ գիտեմ, որ էլի կան օպտիմիստներ եւ կան գործանող մարդիկ եւ կան լացող մարդիկ, բայց փաստը մնում է փաստ, որ այդ կոլեկտիվ Մովսեսը դեռ չի առաջացել։
Այդ կոլեկտիվ Մովսեսը պետք է առաջանա գործառնող մարդկանցից, որոնք միավորվում են, համադրում են իրենց շահերը եւ ստրատեգիա են ունենում։ 40 տարվա կլինի, 20 տարվա, 5 տարվա, բայց ստրատեգիա են ունենում։ Հիմա մենք դա չունենք, եկեք արհեստական մենք մեզ չխափենք։ Մենք կարանք հպարտ լինենք, որ պատերազմում ընկերներ ենք ունեցել, որոնք մեր համար զոհվել են եւ ապահովել են որոշակի ժամանակ, երբ որ մենք կարող ենք կռիվ տալ քաղաքական դաշտում կամ տնտեսական դաշտում սուվերենության համար։ Իրենք ռազմական դաշտում ոնց որ այդ կռիվը հաղթել են, բայց քաղաքական եւ տնտեսական դաշտում այդ կռիվը չի ամրապնդվել։ Երկիրը գնացլա կործաման տնտեսական դաշտում, երկիրը լուրջ հարվածներ ունեցել մշակութային դաշտում, եւ հիմա ինչ որ մարդիկ կան, որոնք վերականգնում են։ Եվ այդտեղ մեր օպտիմիզմը պետք է կապված լինի գործանող մարդկանց հետ։ Եթե մենք մեր օպտիմիզմը կապենք ֆետիշների հետ, ֆետիշներից եթե մենք դուրս գանք, ապա կտեսնենք, որ մեծ ծավալով գործ ունենք։ Եվ իմ սա ոչ թե վատատեսությունն է, այլ ես ուզում եմ իրականությանը բերեմ, որպեսզի մարդիկ հասկանան գործի ծավալը։ Ինչպիսին է գործի ծավալը։ Երբ որ դու արտաքին քաղաքականություն իրականացնող չունես, քո արտաքին քաղաքականության գերատեսչության պետին ոչ մեկ չի ընդունում, երբ որ քո բանակը չի հիմնվում քո ժողովրդի տաղանդի վրա զենք սարքելու, այսինքն պատերազմի ժամանակ դու չես ստեղծում կապ, որպեսզի քո ժողովուրդը ինքը ապահովի քո բանակի ուրեմն սնուցումը եւ այլն, բոլոր նմանատիպ խնդիրներ, այս խնդիրները դրանք բոլորը առկա են, բայց մենք պիտի դա բանով սառնասրտորեն տեսնենք, ոչ թե ասենք մեր զինվորի ցավը տանեն, որը որ սահմանում է, իհարկե ցավը տանեն, բայց այդ զինվորի ցավը տանելը դրանով չի, այլ այդ զինվորին պաշտպանել է, զինվորին գրագետ սարքել, ոչ թե 3-4 դասարան կով պահելուց այդ մարդը գնա, ուրեմն խրամատում կանգնի եւ ասենք բանը կոնսերվի բանկեկից գիծ սարքի, որ թուրքը անցնելուց կոնսերվի բանկեն ձեն հանի կամ շունը հաչա, որպես ինքը տեսնի։ Էլի այս հասկանում եք։ Կարեն, եկեք հաղորդման այս հատվածը, գիտեք ինչին նվիրենք։ Եկեք փորձենք հասկանալ, լավ, մենք շատ ենք խոսել, թե ինչպես է պետք դուրս բերել, երկիրը, կրիտիկական աճի կետեր, սիներգիա, ուշադիր ռադիոլսողները վստահաբար կհասկանան դա։ Եկեք օգտագործենք այս վերջին հատվածը մեր ստեղծվելիք այն Մովսես Գորգիսյանի ասած վաղվա Հայաստանը, որը կեց է, այդ Հայաստանը, որ վաղն է գալու։ Հայաստանն ինչ է լինելու։ Շատ մոտավորապես, այսպես իր պոտենցիալով, մակրոտնտեսական ցուցանիշներով, դերով տարածաշրջանում։ Վերջը, երբ մենք այս Եգիպտոսից դուրս ենք եկել, անապատով գնում ենք, Մովսեսը չունենք, դուրս կգանք անապատից ավետյաց երկիր, թե դուրս չենք գա, չգիտեմ, լավ, որ դուրս եկանք, ինչ է այդ ավետյաց երկիրը։ Գիտեք, ես անդադ անդրադառնում եմ բանի մի հատ հաղորդում կար, որ բանը, կարծեմ դրա մասին խոսել ենք անգամ, Պոզների հաղորդումներ Գերմանիայի մասին եւ վերջի սերիայում ինքը խոսում էր իր աղջկա հետ, որը որ հրեա է ծագումով եւ ապրում է Գերմանիայում եւ ինքը այսպես վիրավոր շատ վատ հաղորդում էր գերմանացիների ուղված, այսինքն իմաստով որ հրեաներին ճնշել բան այդ ենթատեքստով, մի հատ հետաքրքիր մոմենտ կա, որ աղջկան ասում է լավ, դու այսքան տարի գերմանացիներով գերմանացիների մեջ ես։ Ինչն է այս ժողովրդի հատկապես քեզ գրավում, էլի։ Ուրեմն աղջիկը շատ հետաքրքիր բան ասեց, իրենք անսահման վստահելի են, նրանք սուտ չեն խոսում։ Այսինքն իհարկե բարձրաձակացնելով չէ, իհարկե կա հատուկ սուտ, բայց մաս զանգվածի մեջ սուտ չեն խոսում, նրանք դուս խոսացող են, ուղի խոսացող են, իրենք իրար կեղծող չեն։ Եվ եթե մենք նայենք Ճապոնիայում, ապա մենք կտեսնենք, որ բարոյական ցուցանիշը սուտ խոսալու բանի առումով շատ խիստ է դրած, այսինքն եթե դու ձևական ես, սուտասան ես եւ այլը, դու հասարակությունից դուրս մարդ ես։ Եվ դա կատարում է նրանից, որ այդ ժողովուրդները ինչ ունեն, ժողով ունեն, այսինքն թե գերմանացիները, թե ճապոնացիները, նրանք ժողովի ժողովուրդ են, այսինքն ժողովուրդ բառը ժողով բառից է, եւ նրանք հավաքված են, քննարկում են իրենց խնդիրները եւ գրեթե մարդ չկա, որը որ ինչ-որ կառույցի անդամ չի։ Եվ քանի որ իրանք կառույցների մեջ են, իրանք իրար չեն կարող սուտ խոսան։ Եվ դրա համար է, որ նրանք սուտ չեն խոսում, ոչ թե նրա համար, որ նրանք գենետիկորեն սուտասան չեն, այլ հենց դրա համար, որտեղ ժողովի ժամանակ դու չես կարող սուտ խոսաս։ Երբ որ մարդիկ քեզ ամեն օր տեսնում են, դու չես կարող սուտ խոսաս։ Իսկ մենք, քանի որ չենք ուզում իրար տեսնենք, եւ ամեն մեկս առանձին, եթե միտեղ տեսնում ենք խոսալու հնարավորությունը, դե սուտ ենք խոսում։ Դա կապ չունի, դա կառավարությունն է, թե սովորական քաղաքացին է եւ ոչ մի նշանակություն չունի, թե արվեստի գործիչն է, թե չգիտեմ,
անդիմադիրն է, թե եւ այլ։ Դրանք այսինքն քանի որ ժողովի ունեն ժողով բացակայություն, նրանք սուտ են խոսում։ Երբ որ մարդիկ սուտ են խոսում, նրանք չեն կարա ճիշտ գործ անեն, հասկանալի է։ Հա, այսինքն մեր խնդիրը նախ եւ առաջ վերականգնել ժողով հասկացողությունը, այսինքն մենք այդ ժողովները կստեղծենք, իրար հետ կխոսանք, թե չենք խոսա։ Անալինես բառի մեջ է ժողովուրդ, ժողովված մարդիկ։ Հա, ժողովված մարդիկ։ Մարդիկ ունենք, ժողով չունենք։ Հա, մարդիկ ունենք, ժողով չունենք, այսինքն ժողովուրդ չունենք։ Երկիր ունենք, անկախություն չունենք։ Անկախություն չունենք։ Հա, այսինքն մենք բան ենք, այսինքն ուզում ենք լուրջ հիվանդությունը լեյկոպլաստիրով բուժել։ Հասկանում ես ու դա անվանում ենք բժշկություն։ Հա, եթե այդպես բան է, փոխաբերական իմաստով անենք, եւ այստեղ շատ կարեւոր է եմ ասում ազնվությունը ինքդ քո նկատմամբ, որն է քո ելման կետը, որն է քո նպատակը եւ ինչ ռեալ վտանգների հետ դու գործ ունես եւ ինչ տաղանդներ ունես, որը բացահայտված չեն, որպեսզի բացահայտես, որպեսզի կարողանաս այդ ճանապարհը գնաս։ Սա է իմ կարծիքով հիմքը, որի վրա պետքա մարդիկ նույն շահեր կրող, ուրեմն արժեքները կիսող ժողովեն եւ ամեն մեկը իր շահերը պաշտպանի։ Դրանից կձևավորվի երկրի շահերի առանցքը, վեկտորը, եւ մենք այդ ժամանակ էլ սուտ խոսելու կարիք չենք ունենա, որովհետեւ մենք ձևական դաշտից, որը որ այսօր դոմինանտ դաշտ է, կտեղափոխվենք բովանդակային դաշտ։ Շնորհավոր անկախության տոն, հարգելի ռազոլյուցիա։ Հաջողություն։ Դուք լսեցիք Կարեն Վարդանյանի հեղինակային ծրագիրը։ Սա Հայաստան է եւ վերջ։ 2 րոպեից դարձյալ լուրեր, այն մասին, թե ինչ էր տեղի ունենում երկրում եւ աշխարհում այն ընթացքում, երբ դուք լսում եք այս հաղորդումը։